Իմ ձեռքը մաքուր է, խիղճս հանգիստ է։ Հանգիստ խղճով Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացնում նրա նախկին գործընկեր Լիպարիտ Դրմեյանը իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար։ Ես որոշել եմ իմ իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի համաձայն պաշտպանել դատական կարգով ու հայց եմ ներկայացրել։ Դրմեյանը կարծում է, որ վարչապետը զրպարտել է իրեն եւ նրանից պահանջում է հերքել հինգշաբթի կառավարությունում ճեպազրույցի ժամանակ արած հայտարարությունները։ Փաշինյանը կոռուպցիայի մեջ էր կասկածել նրան։ Գնաց մի ամսից հայտնվեց եռագլուխ կուսակցության պոչում, որը մեկը քննել է, սա կոռուպցիա է, թե կոռուպցիա, այդ ինչ կապեր են գործը։ Միասնության թևեր կուսակցության ցուցակով падգամավորի տեխնացու առաջադրված Լիպարիտ Դրմեյանը մեկ տարի առաջ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն էր։ Փաշինյանը կասկածում է, որ այդ պաշտոնում նա սպասարկել է Սամվել Կարապետյանի Տաշիր գրուպի շահերը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովներ իրավապահ մարմիններն էլ պետք է քննարկեն։ Ոնց կարա պարզի, որ շենքում մասնավոր ընկերության շահերը սպասարկող մարդ ա եղել, հետո գնացել է։ Ես հիմա նաև հրապարակային առիթից օգտվելով հաղորդում եմ տալիս հանցագործության մասին։ Դրմեյանի մեղքը եղել է այն, որ հեծը Սամվել Կարապետյանից խլելու պրոցեսի ժամանակ կառավարության դիրքորոշմանը հակասող մեկնաբանություն է արել, պնդելով, որ Հայաստանը պարտավոր է կատարել միջազգային արբիտրաժի որոշումը։ Դա չէր ներվել նրան ու Փաշինյանի հրահանգով անմիջապես պաշտոնանկ էր արվել։ Ես իմ պաշտոնական գործունեության, լինի դա կառավարություն, լինի դա դատական համակարգ, արտերկրում այմ աշխատելու տարիներին միշտ գործել եմ պաշտոնական դիրքը եւ դրա պատասխանատվությունը քաջ գիտակցելով։ Հայաստանի Հանրապետությունում առավել եւս գործել եմ հաշվի առնելով միայն մեկ սուբյեկտի շահ, դա Հայաստանի Հանրապետությունն է։ Լիպարիտ Դրմեյանը չի բացառում, որ իշխանությունը հետապնդումներ սկսի նաեւ դատական համակարգում աշխատող հոր եւ քրոջ դեմ։ Լանա Համբարձումյան, Աննա Գյուլնազարյան, Միլենա Պողոսյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուր։